Ես հիմա ուզում եմ խոսել ամերիկացիների գաղտնի դերը Ուկրաինայի պատերազմի մեջ, որ մեկ թերթ New York Times ճանաչված թերթը բացահայտեց երեկ եւ այսօր թերթի մեջ էր, ես մոռացա բերել ձեզ ցույց տալ, թերթը տեսնեք, որ այդ բացահայտումն է արել էջերի մեջ, որ ինչպես Ամերիկան Բայդենի ժամանակ ուղղակի մխրճված է եղել այս պատերազմի, մենակ ամերիկացի զինվորները պատերազմի դաշտում չեն եղել։ Այսինքն այս պատերազմը մասամբ աշխատում էին ուկրաինցիներին օգնել։ Գաղտնիորեն Ուկրաինի երրորդ օրը, երբ որ Ռուսաստանը մտավ ներս, մինչև երրորդ շաբաթը պատերազմը երբ սկսեն էր, գիտեք, փետրվարին սկսեց 2025 թիվ պատերազմը, այսինքն ռուսները ներխուժեցին Ուկրաինա, այդ ժամանակ ստեղծեց ամերիկան օգնություն գեներալներին Ուկրաինայի գաղտնիորեն առանց ուշադրություն գրավելու նորմալ հագուստներով այդ Ուկրաինայի գեներալները գնացին Վաշբեդեն Գերմանիայում մեծ Ամերիկան, Անգլիա, նրանք ունեն բազաներ ունեն խոշոր, որ լրիվ Եվրոպա եւ լրիվ Աֆրիկան այնտեղ հետևում են, որևէ դեպքը հետևում են Գերմանիայի այդ տարածքից, հետևում են ամեն ինչ է կատարվում աշխարհում, զինվորական, օդանավներ, ռազմօդանավներ, բոլորը լրտեսական սիստեմներ, ուրեմն գաղտնիորեն Ուկրաինայի գեներալներին տանում են այնտեղ ու իրենց բացատրում են, որ ինչ պիտի կատարել, ինչպես պիտի պաշտպանվել։ Ու այսպես բոլոր տեղեկությունները տալիս են։ Քիչ հետո հանկարծ անդրադառնում են, որ իրենք ամերիկացիք ամեն ինչ բացահայտում են, որ կարողանան պատերազմը շարունակեն ռուսներին զբաղեցնել, ինչպես նախնական շրջանում արևելքից Ուկրաինան ներս մտավ ռուսները եւ հյուսիսից, բայց ամերիկացիների այս օգնությամբ մի վիճակ ստեղծեցին, որ դեպի Կիև էին գնում ռուսները, այնպես ուկրաինացիներին ասացին զենք տվին, օգնեցին, եւ իրենք ամերիկյան այդ սարքավորումները, ինչ որ Եվրոպայում ունեն, կարողացան ռուսներին այնպես վիճակ ստեղծեն, որ հետ նահանջեցին, Կիևից հետ նահանջեցին, նախագահ Պուտինը զորքը բերեց եւ արևելյան շրջանում կենտրոնացավ։ Նաեւ օրինակ կամուրջ ինչ որ ստեղծվել էր Ռուսաստանի Ղրիմը, Քրայմիա, մեծ կամուրջ էին ստեղծել, օգնեցին, որ ինչպես ռմբակոծեք եւ այդ կամուրջը վնաս հասցրեք ու չկարողանան օրինակ օգնել։ Բոլոր սրանք ժամանակի ընթացքին տարբեր հարցեր օգնեցին Ուկրաինային, բայց իրենք ամերիկացի գեներալները ասում են այս ուկրաինացի գեներալները մեզ հետ չեն կիսում, իրենց տեղեկությունը մեզ հետ չեն կիսում, մենք տալիս ենք իրենց տեղեկություն, բայց իրենք մեզ հետ չեն կիսվում, որ մենք իմանանք իրենք ինչ տեղեկություն ունեն, կամ եթե պետք է միտեղ ուզում են հարձակվեն, օրինակ ինչպես մտան Ռուսաստանի որոշ տարածք, մեզ հետ տեղեկությունը ճիշտ չեն տալիս մեզի, որ մենք կարողանանք ավելի ճիշտ իրենց օգնենք։ Դա տարբեր պատճառ ունի, ուկրաինցիները, գեներալները, իրենց մեծամեծները մտահոգված են, որ գիտեք Ամերիկայում գաղտնի մի բան պահել չի լինում։ Ոչինչը մասամբ գաղտնի չեն կարողանում ամերիկացիք պահեն։ Միցև վերջը դա անգլերեն ասում են լիք է անում կամ ծորում է եւ բացահայտվում է։ Դրանից մտահոգված են, այդպես է թվում, որ ուկրաինցիները իմանալով այս վիճակը ամերիկացիները չեն կարող գաղտնի պահեն, ուրեմն դրա համար որոշ հարցեր չէին կիսվում ամերիկացիների հետ, թեև այդ բոլոր զենքեր, ուրիշ ուտելիք եւ օգնություն, գիտեք, միայն զինվորական օգնություն 61.9 բիլիոն ամերիկան զենք է, զրահ է տվել Ուկրաինային
եւ ընդհանուր 192 բիլիոն կամ միլիարդ գումար է ուրիշ օգնություններ, բժշկական խնամ կլինի, ուրիշ բոլորը այդքան օգնություն էր տվել, բայց ամենայն դեպս ուկրաինցիները միցև մտահոգված էին, որ ամեն ինչը խոսեն, պատերազմի մասին ինչ են անելու, ինչեր են ծրագրում, չէին բացատրում, այսպես ամերիկացիներին չէին բացատրում, եւ այսպես ինչ որ հիմա Թրամփը եկել է բարգացած է Ռուսաստանի վրա շատ, որ ինքը ուզում է պայքարը կամ պատերազմը ավարտի բերի ու Պուտինը դժվար հարցեր է առաջացրել, որոշ համաձայնության եկել են, որ նավթի կամ ուրիշ տարածքների վրա, այդ նավերի վրա չհարձակվեն, բայց այնինչ որ նախագահ Թրամփի նպատակն է, որ պատերազմը լրիվ կանգնի, ավարտի եւ բանակցությունները սկսի, ռուսները մասամբ չեն համաձայնում։ Ես հիմա ուզում եմ խոսել փոթորիկի մասին։ Արևելյան նահանգներում պատկերացրեք Ֆլորիդայից մինչև Նյու Յորք եւ Մասաչուսեթ հեղեղ է տեղի ունենում, եղանակը տարօրինակ եղանակը տեսնեք այստեղ 61 միլիոն մարդ եղանակի բարդություններով է տառապում եւ մահացել են, մարդիկ են մահացել, այս անցնենք առաջ 7 հոգի մահացել են այս վերջին շաբաթավերջին, այսպես տեսնում եք, երկուշաբթի օրը եւ նախատեսում են, որ վաղ հաջորդ օրերն է, որ ինչ որ այս փոթորիկը գնալու։ Ալաբամա նահանգն եք տեսնում, որ փոթորիկը խոշոր վնաս է հասցրել եւ այսպես տեսնում եք դժվար կացության մեջ են արությունը, դժվար կացության մեջ է փոթորիկ, տեսեք ինչ վիճակ է ստեղծել այդ տարածքում, տեսնում եք։ Հիմա նաև որոշ տեղեր Լուիզիանա նահանգը այստեղ տեսնում եք, սառեն է ամեն ինչ, տեսնում եք այդտեղ սառած է, Միշիգանը սառած է, տեսնում եք այդտեղ, 3 երեխա են մահացել, երբ որ ծառը վայր է ընկնում շենքի վրա, այստեղ 4, 6, 11 տարեկան, Ինդիանայում եք տեսնում, ամենայն դեպս Ֆլորիդա հեղեղ է տեղի ունենում, ջրի մեջից սրանք կոնցերտ էին մասնակցել։ Հիմա այստեղ տեսնում եք, ապակա քանի օրերն են նրանք, որ արևելյան նահանգներում տեսնում են մեզ, վաղը տեսակ ինչ է տեղի ունենալու, մինչև երեկոյան ժամը 4-ը, Բոստոն, Նյու Յորք, արևելյան տարածքներ, մինչ այս ամպերը հեռանալու են Ամերիկայից մասամբ, այսպես տեսնում եք, բայց մինչև վաղը տեղ դժվար կացություն է։ Միաժամանակ որոշ տարածքներում կարկուտ է իջել, որը պատկերացրեք 5 սանտիմետրից ավել կարկուտ է տեղի ունեցել, պատկերացրեք 5 սանտիմետր, դիամետրը 5 սանտիմետրից ավել կարկուտ է այսքան մեծությամբ տեղի ունեցել արևելյան նահանգներում։ Ես պիտի դադարվեցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ թերիֆի մասին կամ հարկի մասին, ինչ որ նախագահ Թրամփը ասում է, ուրիշ երկրից մեքենա է գալիս, այստեղ պետք է հարկ վճարեն, հետո գա Ամերիկա, դրան անդրադառնամ, իսկ ծրագիրը հովանավորում է Ալեքս Ահարոնյանն է հովանավորում։ Ալեքս Ահարոնյանը ձեզ առաջարկում է, եթե ցանկություն ունեք Դուբայում կալված կնեք, այնտեղ կարող եք կոնդոմինիում կնեք $135,000 սկսյալ, $20 down եք տալիս, նախնական վճարում եք, մնացածը ամսական վճարում եք, այնտեղ տոկոս չկա, իրավունք չունի ոչ մեկը, դա հարամ է համարվում, որում տոկոս գոյություն չունի, դուք կարող եք տարիների ընթացքի վճարեք։ Եվ եթե այդպես է 10 տարվա
ոսկե վիզա են ասում, ոսկե վիզա կարող եք վերցնել, որ հեշտությամբ կգնաք այնտեղ կպտտեք կամ աշխատանք կանեք, կվերադառնաք, բոլորը այդ առիթը կա։ Հավելյալ տեղեկությունների համար զանգարեք այս հեռախոսահամերին եւ խոսեք Ալեքս Արոնյանի հետ։ Prime Med տեղատունն է հովանավորում ծրագիրը, սա տեղատուն է Գլենոքս փողոցի վրա գտնվող եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում։ Իսկ իրենք մեքենա ունեն, տեղերը պետք է պատվիրեք, կբերեն ձեզ կասեն։ Դուք մի տեղատուն եք, հիմա աշխատում եք իրենց հետ կողջ չեք, անպայման զանգարեք այս հեռախոսահամարին 818 6 307 Ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Դրամի փոխանցում ունեք ընդամենը 1%-ով։ Այսպես բան տեսնված չի, ամենտեղ 3-ից կարող է մինչև 5% պետք է վճարեք դրամ փոխանցեք։ Անկամ ուրիշ դրամ փոխանցող ընկերություններ կանգատվում են իրենց, որ ինչու այսքան էժան են կատարում աշխատանքը եւ վնաս են հասցնում։ Որովհետեւ դուք օգտվեք այս առիթից։ Երկու կենտրոն ունեն, Lancashire փողոց, North Hollywood, Glendale-ում Palmer եւ Adams փողոցի հատման կետում գտնվող է։ Եվ նաեւ դուք ծանրոց կարող եք գրկել Հայաստան, Զատիկ է գալիս, երևի նվերներ պիտի ուղարկեք, կարող եք օվկիանոսի միջոցով ուղարկել, նավի միջոցով ուղարկել, բայց իրենք իջեցրեն է, որ օդանավով գրկում եք մոտավորապես նույն գին է լինելու։ Մի փանդը $2.99 կվերադառնա։ Նախագահ Թրամփը պահանջում է, որ ապրիլի 2-ից, նախապես գիտեք ասում է ապրիլի 1-ը, եթե ասեմ, մարդիկ կկարծեն, գիտեք ապրիլի 1-ին մարդիկ սուտ են խոսում, դա ընդունված է, տարին մեկ անգամ ուրիշի խաբել, սուտ ասել, ամենայն դեպս, դրա համար ասում է ապրիլի 2-ից պետք է հարկ պահանջել, եթե ուրիշ երկրից մեքենա ներմուծեն այստեղ պետք է 25% լևի, տեսնում եք այնտեղ, որ մեքենան բերեն են այս երկիրը, պետք է հարկ վճարեն, տեսնում եք ապրիլի 2-ից հետո, ապրիլի 3-ին սկսյալ, այսինքն կես գիշերին, սկսյալ հարկ պետք է վճարել մեքենա, եթե կա այստեղ որևէ երկրից։ Ասում է նախագահը, դա լավ կլինի, որովհետև հետո մեքենան այստեղ կպատրաստեն։ Բայց պրոբլեմը սա է, որ ամերիկան բարեկամական կամ այսպես բիզնեսային համաձայնագիր էր ստորագրել Կանադայի հետ եւ Մեքսիկոյի հետ։ Եվ այս ամերիկյան մեքենա արտադրող ընկերությունները նաեւ ես այս Կիրակի օրը ցուցադրեցի, որ մոտարապես Ամերիկայում պատրաստվող մեքենան 60%-ն է այստեղ պատրաստում։ Մի մասը Կանադայում է պատրաստում, բերում են այստեղ հավաքում են։ Մի մասը Մեքսիկոյում կարող է պատրաստվի, բերեն այստեղ հավաքեն, որպեսզի այդ մեքենան հետո կարողանան վաճառեն։ Որոշ ցույց տվի, օրինակ Gearbox-ը իրեն այդ որ shift անում մեքենան, մի մասը այստեղ պատրաստում է, ղրգում է Կանադա, մի բան ավելանում է, հետ են բերում այստեղ, հետո դնում են մեքենայի վրա, այսպես է բիզնեսը, ինչ որ կատարում են։ Եվ հիմա այս 25% թերիֆը, որը մեքենայի համար 25 է, եւ փարթերը, ինչ փարթեր գալիս է այս երկիրը, մյուս ամիս 25% հարկ պիտի վճարվի։ Ուրեմն այսպեսով, եթե մեքենան այստեղ է պատրաստվում, կտեսնեք հազարավոր դոլար ավել թանկ է լինելու։ Իսկ եթե մեքենան արտասահմանից կացող մեքենա է, այնտեղ նաև 8000, 10000, 25000 կարող ավել թանկ լինի կապված ինչ կին ունի այդ մեքենան, երբ որ 25% առավել բարձրացնեք, տեսեք ինչ է լինում։ Եթե մեքենան $40000 էր դրսից կացող մեքենան, $40000 էր 25% հարկ ավելացնեք կլինի $50000, եթե անձը այստեղ պիտի գնի։ Մարդկանց համար ավել թանկ է լինելու այդ ինչ որ պիտի գնեն։ Բայց Թրամփը ասում է կարևոր չի, ապագայում ավել հարմար կլինի այս երկրի համար կամ ավել շահավետ կլինի։ Այդ ինչ որ
ստորագրում է, տեսնում եք նախագահ Թրամփը, շարունակեք, ստորագրում է, այսինքն ստորագրեր էր եւ հիմա ապրիլի 3-ին գործադրելիք է, այսինքն այս երեքշաբթի օրվանից հետո այստեղ տեսնում եք նախագահ Թրամփին արտահայտում է։ Հիմա այստեղ տեսնում եք օրինակ դեղեր է գալիս, ուտելիք է գալիս, ամեն ինչ, կոմպյուտերի չիպս է գալիս, կոմպյուտերը ամենը դրսից Թայվանից է գալիս, եւ այսպես Ամերիկայի այս trade-ը կամ փոխանակումը ինչ որ պիտի կատարվի ուրիշ երկրների հետ տարբեր է լինելու ապրիլի 2-ից հետո, այսինքն ապրիլի 3-ից մեքենայի համար, իսկ auto parts տեսնում եք մայիսի 3-ից հետո եթե դրսից ապրանք պիտի գա թանկանալու է, այսպես տեսնում եք ինչ մեքենա որ կա այստեղ 100% ոչինչ այստեղ չի պատրաստվում, ուրեմն եթե մեքենա պիտի դրսից գա առնվազն 5000-ից 15000 ավել թանկ է լինելու սրանից հետո անձի համար որ պետք է այստեղ գնի, իսկ ներքին այսպես ամերիկյան մեքենան այսպես եթե ասեմ 3000-ից մինչև $8000 ավել թանկ է լինելու Ամերիկայի մեջ, ասում է ինձ համար կարևոր չի, տեսնում եք ասում է couldn't care less, Թրամփ ասում է ինձ համար կարևոր չի, որ հիմա կթանկանա գիները, բայց ապագան լավ կլինի Ամերիկայի համար, ավել այստեղ կկենտրոնանան ինչ որ պատրաստվում է, կպատրաստվի այս երկրի մեջ, ասում է նախագահ Թրամփը։ Ես ուզում եմ նաև հիմա խոսել երրորդ նստաշրջանի մասին։ Նախագահ Թրամփը սկսել է եւ այդ կարծիքը տարածում է, որ ինքը ցանկություն ունի, ասում է լրիվ չեմ մտածել մասին, բայց երբեմն արտահայտվում է, որ երրորդ նստաշրջան ուզում է նախագահ լինի։ Հիմա Ամերիկան հավելում 22-ի, Amendment 22, որտեղ Ֆրանկլին Ռուզվելթը, որովհետև մինչև այդ Ֆրանկլին Ռուզվելթի ժամանակ նախագահը կարող էր ինչքան որ ցանկություն ունի իր տեխնացությունը տնել, բայց հաճախ ոչ մի նախագահ երկու նստաշրջանից հետո ցանկություն չուներ հին ժամանակներում, որ երկրորդ նստաշրջանից հետո իր ցանկություն տնի։ Օրինակ Ջորջ Վաշինգթոնը առաջին նախագահը, որ երբ երկու նստաշրջան պիտի ընտրվեր, մրցակից չուներ, ոչ ոք իրեն տեխնացությունը չտրեց Ջորջ Վաշինգթոնի հետ մրցակցության մեջ լինի։ Երրորդ նստաշրջանը իրեն առաջարկեցին, որ երրորդ նստաշրջան լինի, ասաց չէ, երկու նստաշրջան բավարար է։ Ինչ որ պետք է անեի, երկու նստաշրջանում դա բավական ժամանակ է անձի համար, որ գործադրի իր կարծիքները, մտքերը։ Եվ ահա այսպես մնաց, մինչև այս Ֆրանկլին Ռուզվելթը, երբ որ իր 4-րդ անգամ իր տեխնացությունը տրեց, անդրադարձան, որ խիստ հիվանդ է, այնքան հիվանդ է, որ իրեն համար հնարավոր չի երկիրը կառավարելու։ Եվ այդ 4-րդ նստաշրջանի ժամանակ մահացավ ամենայն դեպս նախագահ Ֆրանկլին Ռուզվելթը իրեն փոխարինեց փոխնախագահը այդ ժամանակ Հերի Թրումանը փոխադրեց։ Իսկ այդ ժամանակ էր, որ որոշեցին, որ ամեն նախագահ երկու նստաշրջան ավել չմնա, որպեսզի այս խնդիրները չլինի, ինչ որ Ֆրանկլին Ռուզվելթի հետ եղավ։ Եվ ահա այսպես այդ ժամանակվանից մնացել է օրենքը մինչ հիմա։ Հիմա Թրամփը ասում է կարելի է լինել երրորդ նստաշրջան, բայց ասացի օրենքը ասում է որ չի կարող։ Հիմա ամենայն դեպս մեկ օրինակ, որ մեկ լրագրողի հետ խոսում էր, նախագահը այդ կարծիքը արտահայտվեց, հեռախոսով էր իհարկե խոսում նախագահը, որ խնդրի փոխնախագահ Վանսը ընտրվի, ինքը կօգնի, որ նա ընտրվի նախագահ, հետո ինքը
աշխատանք շարունակի եւ Վանսը պիտի թողնի գնա եւ ասում եմ ուրիշ կարծիքներ էլ կա մինչեւ չի ասեմ մի հատ կարծիք այս է որ Վանսը փոխնախագահը ընտրվի նախագահ եւ հետո չշարունակի երբ սա ռիփաբլիկանների ներկայացների տան մեծամասնություն են հիմա ռիփաբլիկանները ղեկավարն է իրեն հարցնում են ասում է այս անձը ասել որ ասում է ոչ մի առաջարկություն չկա որ constitution-ը օրենսդրությունը փոխել հիմա ես քիչ հետո օրենսդրության մասին կասեմ եթե ինչպես կարելի է փոխել որ մոտավորապես անհնար է նման աշխատանք կատարելու իսկ սենեթի ղեկավարին որ ռիփաբլիկան է սա մյուսն էլ ռիփաբլիկան է սա է ռիփաբլիկան է սենեթի մեծամասնության ղեկավարը որ ռիփաբլիկան է ասում է որ այս սենեթերը ռիփաբլիկան ասում է որ ես կարծում եմ որ նախագահը ուրախության համար է այսպես ասել ոչ թե լուրջ չի երևի այդպես արտահայտվել է ես նախագահը ասել էր որ ես չեմ ջոկ չեմ ասում ես լուրջ եմ ասել էր նախագահ Թրամփ իսկ Իլան Մասկը Վիսկոնսին նահանգում կարևոր ընտրություն է տեղի ունենում ջաջերի մասին այնտեղ եւ մարդկանց խրախուսել էր ասել ես 1 միլիոն կտամ որ անպայման գնան ընտրությանը մասնակցել ընտրությանը ուրեմն $1 միլիոն տեսնեք նվեր է տվել այստեղ Վիսկոնսին որտեղ պանիր այնտեղ արտադրում է տեսնեք կտրեն են գլխարկը պանիրի նման էր դրել եւ բոլորին առաջարկում էր որ ընտրությանը անպայման մասնակցեն եւ օգնեն որ Supreme Court-ը Վիսկոնսին նահանգի գերագույն ատյանը 4 հոգի դեմոկրատ են 3 հոգի ռիփաբլիկան են այնտեղ անպայման ժողովրդին խրախուսում է որ այդ ընտրության մասնակցեն որպեսզի ռիփաբլիկանները կարողանան այդ նահանգում գերագույն նահանգային գերագույն ատյանում մեծամասնություն դառնան ես քիչ առաջ ասացի որ եթե մեկ նախագահ երկու նստար շրջան ավել չի կարող լինի եթե պիտի փոխեն այդ օրենքը շատ դժվար է մոտարապես անհնար է որովհետև 3/4 նահանգներից պատկերացրեք 50 նահանգ է 38 նահանգ պետք է քվետան որ մենք ուզում ենք որ նախագահը 3 նստաշրջանից 2 նստաշրջանից ավել կարողանա ծառայի մոտավորապես դա անհնար է որտեղ այստեղ նահանգներ այնպես են որ մի 25 հատ ռիփաբլիկան նահանգ կա մի 20 հատ մոտարապես դեմոկրատական նահանգ կա մնացածը 5 կամ 6 նահանգները այսինքն ոչ մեկ կուսակցություն մեծամասնություն չունի ուրեմն լինել 38 նահանգ քվեարկեն որ մենք ուզում ենք օրենսդրությունը փոխենք մոտարապես անհնար է նաև 2/3 սենեթում հիմիկվա սենեթում եւ 2/3 ներկայացնի տան մեջ պետք է այդ նրանք նաև քվեարկեն նայում ենք այսօր 220 ռիփաբլիկան ներկայացնի տան անդամ կա 215 դեմոկրատ կա 2/3 ունենալը դրան այսինքն 300 պետք է այդպես քվեարկեն որ սրանք իրար հետ երբեք չեն համաձայնվում չի պատահելու սենեթում 2/3 հարկավոր է 2/3-ը այսինքն 67 սենետեր քվեարկեն ընդամենը 53 ռիփաբլիկան կա 47 դեմոկրատ են 67 հոգի սենետեր չկա որ քվեարկի ուրեմն այդ փոխելը մոտավորապես անհնար է ինչ որ Թրամփը առաջարկում է ես ուզում եմ հիմա խոսել Մյանմարի մասին Մյանմարը այն երկիրն է Ասիայում գտնվող Թայլանդի հարևանությանը որ ձեզ ասեն 7.7 Ռիխտերի սկեյլի ուժգնությամբ
երկրաշարժ տեղի ունեցավ։ Սա խոշոր երկրաշարժ է։ Այդ երկիրը շատ չքավոր են, 55%-ը լրիվ չքավոր են այդ երկրում, հենց հիմա նաև ներքին պատերազմներ է տեղի ունենում, անընդհատ այդտեղ խնդրեմ կա այդ երկրի մեջ։ Եվ այսպես այս երկրաշարժը մինչև հիմա 2000 դիակ են գտել, բայց նախատեսում են, որ 10,000 մահացողներ կարող է լինի այդտեղ փլատակների տակ։ Հիմա Չինաստանից, Ռուսաստանից, Ամերիկայից գնացել են օգնելու։ Նաև Թայլանդում մահացել են, իհարկե, տեսնում եք այստեղ փլատակներից հանել են, որոշ անձիքի հանել են եւ նա տեսնում եք դժվար կացություն է, տեսեք շենքը լրիվ փլվեց։ Եվ ուրիշ տարածքներ նաև վնասները շատ են եղել։ Ամերիկայի զինվորականներ են սրանք կարմիր ակուստով։ Տեսեք երկրաշարժի ժամանակ տեսեք այս հիվանդանոցի մեջ է, որտեղ երեխաները նորածիններին են պահում, տես ինչ է տեղի ունենում եւ այդ նրսերը աշխատում են, որ պահեն երեխաներին, որ իրենց այդ մահճակալից դուրս չընկնեն։ Ժողովուրդն է սարսափահար, որ դուրս են մնում եւ այսպես փրկարարներն են, որ աշխատում են փլատակների տակից, մինչ հիմա իրենք ձեռքով աշխատում են փլատակների տակից անեն։ Հիմա ասացի Չինաստան, Ռուսաստան եւ Ամերիկան փրկարարներ են ուղարկել, հույս ունենք, որ արդեն գիտեք 3 օր անցել է, դժվար է մեկին փլատակների տակից դուրս անել ողջ։ Ես ուզում եմ Լիտվանիայի մասին հիմա շարունակեմ, խոսեմ, որտեղ Լիտվանիայում ամերիկացիները այն ռազմափորձեր էին անում, այս թանկերով եւ այլն, ջրի մեջ է ընկնում, այս թանկերը շատ ծանր են, ջրի մեջ են ընկնում եւ իրենք խեղդվում են այդտեղ ամերիկացի զինվորները շարունակեն 3 հոգու դիակը գտնեն եւ մեկը չեն կարողանում մինչեւ այս վարքյանին ինչ որ ես խոսում եմ ձեզ հետ դեռ չեն կարողանում գտնեն ամերիկացի 4-րդ անձին, որ անհետ կորերն է, այսպես տեսնում եք, փնտրում են, որ գտնեն։ Ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, պետք է Լփենի մասին խոսեմ, Ֆրանսիայում նախագահական տեխնացուի մասին խոսեմ, հետո Պոլն ծաղկափոշի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Գորբարսեղյանը եւ Մահտեսյանը, երկուսն էլ ատամնաբույժներ են, եթե ատամների հետ խնդրեմ ունենաք անկարծ, եթե պետք է ատամ տեղադրեք, մաքրման համար ատամի, արյուն է ուսում լինդից, բոլոր այդ հարցերով զանգարեք ժամադրություն վերցրեք։ Իրենց գրասենյակ գտնվում է Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում այս ատամնաբուժարանը։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Դոկտոր Թավանսին աչքի վիրահատող բժիշկ է։ Եթե լենզ պիտի տեղադրեք, ջուր է ուսում աչքից, քոր է գալիս, խնդրեմ ունեք աչքի հետ, ագնոցների կարիք ունեք, զանգարեք։ Իրենց գրասենյակը մի ամիս չկա, որ տեղափոխվել են, այստեղ տեսնում եք 240 South Jackson 310 unit-ն է։ Ուրեմն 240 South Jackson փողոց զանգարեք, իրենք նաև ձեզ կկրկնեն, հասցեն։ Ծրագիրը հովանավորում է Vivaldi Banquet Hall-ն է հովանավորում ծրագիրը։ Vivaldi Banquet Hall-ը եւ venue եւ catering-ը հովանավորում է Vivaldi venue and catering հովանավորում է ծրագիրը 3 սրահներ ունեն 120, 150, 300 տարողությամբ
Արսանիկ կնունք նշանտրեք, կարող եք կատարեք, նաև հոգեհաց, եթե պիտի տակ Vivaldi Banquet Hall այցելեք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Օֆելիա Համբարձումյանի հոգու վիշատակին կամ իր հարգանքին կազմակերպված է համերգ, Գևորգ Չաքմանյանն է լինելու այնտեղ, տոմսակների համար ռեկլամի վրա կտեսնեք հեռախոսահամարները, անպայման զանգահարեք, ձեր տեղերը ապահովեք, տեղի ունենալու ապրիլի 10-ին, մի քանի օր հետո, եւ Alex Theatre-ում կվերադառնա։ Ուրեմն, ապրիլի 10-ին Ալեքս թատրոնում հավաքվում ենք նշելու ժողովրդական երգչուհի Օֆելիա Համբարձումյանի 100-ամյակը, նրա կյանքի նեղ ու լայն օրերի ընկերոջ ու աշակերտի Գևորգ Չաքմանյանի հրավերով սիրված ու ճանաչված երաժիշտներ հարգանքի տուրք կմատուցեն մեծն երգչուհու տաղանդին, երեկոն սարքելով տոնակատարություն։ Երաժշտական կատարումներից բացի կխոսենք, կբացահայտենք Օֆելիա Համբարձումյանի շատերիդ համար անհայտ մարդ տեսակը, նրա խոսքը, հումորը, արդարամիտ մոտեցումը կյանքին։ Իդեպ ողջ համերգը կենթանի հնչողությամբ է Arm Folk Project անսամբլի նվագակցությամբ։ Եվ այսպես ապրիլի 10-ին Ալեքս թատրոնում հոբելյանական, բայց ոչ պաշտոնական մտերմիկ մի երեկո նվիրված Օֆելիա Համբարձումյանի 100-ամյակին։ Ֆրանսիայում Marine Le Pen այն տեխնացուն էր, որ իր կուսակցությունը անցյալ ընտրության ժամանակ մեծամասնություն ուներ, նախնական ընտրություն տեղի ունեցավ, հետո գնաց երկրորդ փուլ ու չկարողացան։ Marine Le Pen իր հայրն այլ այսպես քաղաքագետ էր, բայց երբևիցե այսպես հավանություն չի ունեցել, ինչ որ իր դուստրը հիմա տարիները մրցակցում է, հիմա ունի եւ թվում էր, որ 2022-ին, երբ որ ներկա նախագահը իր նստաշրջանը կավարտվի, ինքը պիտի տեխնացուն լիներ եւ մեծ հավանականությամբ դառնար Ֆրանսիայի նախագահուհի կամ նախագահը, այդպես էին մտածում։ Իսկ հանկարծ ասացին, որ ինքը յուրացրել է որոշ գումարներ, այսպես մեղադրեցին իրեն, որ կաշառակերությամբ skimmed money European Union-ից, Եվրամիությունից գումարները կարողացել յուրացնել եւ տատի տվին իրեն եւ տատարանը մեղավոր հանեց իրեն 3 այդ բերումով եւ հիմա եթե այդպես լինի, չի կարողանա գալիք նախագահական ընտրություններին մասնակցի։ Իհարկե ինքը հիմա դիմեն է վերանայման տատարան, տեսնենք անցնենք առաջ, տեսնում եք իրեն այս կնոջը, որը գնում էր, որ 2027-ին դառնար նախագահը Ֆրանսիայի, իսկ հիմա պետք է 4 տարի ազատազրկվի, 2 տարին իհարկե հատանում կլինի, 2 տարի կարելի է ազատազրկվի, բանդը մնա եւ բնականաբար ընտրությանը, եթե այդպես մեղադրանքը նաև վերանայման դատարանը հաստատի, ուրեմն չպիտի կարողանա ընտրությանը մասնակցի։ Ասացի այդ իր հայրը եւ ինքը ասում են Ֆրանսիան պետք է ֆրանսացիների նման լինի, գիտեք Աֆրիկայից շատ անձիկ գալիս են Ֆրանսիա, ասում են չպիտի թույլ տանք նրանք կան, մուսուլմանները այսպես 5 միլիոն, գիտեք մուսուլմաններ կան Ֆրանսիայում, ասում են չպիտի այսպես լինի, Ֆրանսիան թողեք մնա ֆրանսացիներին։ Ես ուզում եմ խոսել ծաղկեփոշի մասին, ծաղկեփոշին pollen, ինչպես գարուն է եկել, գարունը գալիս է եւ ծաղիկները տեսնում եք, բույսը, ծաղիկը, այսպես ծառը, այսպես վերադառնում է, նոր շունչ է ստանում եւ այդ ծաղկափոշին որոշ անձի վրա շատ վատ է ազդում, արցունք է գալիս աչքից անձինը, փռշտում է անընդհատ, հիվանդանում են, դժվարություն ունեն, ինչ պիտի անել։
Հիմա ես ուզում եմ այստեղ ձեզ ցույց տալ տեղի ունեցող խնդրումը, այս տեսնում եք, որ անձիկ հազում, փրուշտում, քթի ջուրը հոսում, բոլոր այս փոլենի հետևանքով pollen տեսնում եք Atlantis pollen count ամենաշատն է վերջին 30 տարվա ընթացքին այսպես չի եղել ինչ հիմա եւ դրա համար գիտեք նրանք որ ազմա ունեն եւ ալերգիներ ունեն հիմա մեծ դժվարության մեջ են ուրեմն անձը պետք է ուշադիր լինի անպայման դիմակ պետք է տնի եթե գնում է այդպես տարածքներ իսկ տեսնում եք հիմա տեսեք այս փալենը ծաղիկների հետևանքով Քամին փչում է երկար տարած կարող է կիլոմետրներ գնա այս փալենը կամ ծաղկափոշին գնա տեսնում եք գործիքներ կա իհարկե բայց ամենակարևոր որպեսզի ազդեցությունը ալերգի պակսի դուրս չպիտի անձը որ այդպես հիվանդությամբ ալերգի ունի այդ ծաղկափոշին կամ փալենին 4-ից հետո մինչև արևը մայր մտնի դուրս չպիտի կան եւ պատուանները պետք է անպայման փակ պահել հագուստը անձը գնում է դուրս վերադառնում է պետք է հագուստը լվանա իրենը հնարավորին չափ նույնը չակնի եւ ինքը անձը նաեւ երբ որ տանն է այսինքն վերադառնում է տուն անպայման պետք է շավեր ընդունի պետք է լողանա Եվ over the counter, այսինքն տեղատուններում նաև տեղատուններում տեղեր կա սրա համար եւ ուրիշ ալերգիի համար treatment-ներ կա, բժիշկ կարելի է տեսնել, բայց ամենատարրական ինչ որ ձեզ ասացի, այստեղ էր որ ժամը 4-ից հետո մինչև արև մայր մտնի ամենակարևորն է եւ եթե տուն եք գնում անպայման շավեր ընդունեք Այսպես տեսնում եք այս կարևոր հանգամանքն է գարունը նրանք որ այսպես ալերգի ունեն ամենատաժան ժամանակն է լինում ուրեմն ուշադիր լինեն ես ուզում եմ հիմա նաև շարունակել ձեզ ցույց տամ մեկ նախկին ֆուտբոլիստի գողերը նայում են տեսնեն եթե այս ֆուտբոլիստները մեծ մարզիկները այս երկրի Նայում են տեսեն, եթե միտեղ է կամ մրցակցության պիտի մասնակցի, գիտեն ժամեր կտևի, երբ որ մրցություն ունի, այսպես ֆուտբոլի մրցություն է կամ բասկետբոլի եւ այլն։ Թիրախ են դարձնում այս մեծ բասկետբոլիստի, ֆուտբոլիստի, որ մեծ հարստություն ունեն։ Գնում են, մտնում են, ջարդում են, մտնում են տուն ու կողոպտում են։ Այստեղ տեսնում եք այս նախկին ֆուտբոլիստը, տեսնում եք դիմակ են դրել, մտնում են տունը մի քանի ժամվա ընթացքին Ինչ որ թանկարժեք մի բան կա, հավաքում են, տեսնում եք մեկը նաև ատրճանակ ունի պաշտպանվելու համար կամ սպանելու համար, սա այդ նախկին ֆուտբոլիստն է Ռիչարդ Շերմեն անունով, որ ասում է շատ վախենալի դրություն էր իմ կինս եւ երեխաներս տանն են եղել սրանք մտեն, որտեղ կողերը սովորաբար գալիս են միցև դուր են թակում կամ մի բան են անում տեսեն մարդ կա տանը թե չէ հիմա բայց ավել համարձակ են դարձել անգամ մարդ կա տանը հիմա փնտրում են այս գողերին գտնեն որը ահուսարսափ ստեղծեցին անցյալում ցույց տվել այս մեկ ֆուտբոլիստ է quarterback-ն է կարևոր անձ էր իր տունը գնացել էին կողոպտել էին եւ ուրիշներ բոլոր այս մարզիկները ունեցել են խնդիրներ։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ NASA-ի մասին կամ NASA-ի մասին խոսեմ։ Հետո մեր շրջանում ապակա մի քանի օրեր եղանակը ինչպեսի է լինելու, իսկ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք միտեղ բնակվում եք Եվ այդ տունը բնակելի չի, ինչպես է, եթե մուկ կա, միջատներ կան, մրցում կա, այդ վարձեն եք եւ այդտեղ բնակվում եք, ձեզ պետք է հատուցում տան։
դուք եթե վարձը վճարել եք, պետք է վերադարձնեն եւ հատուցում տան ձեզ, որպեսզի անբնակելի տուն են առաջարկել ձեզ։ Հեռախոսահամար այստեղ գրված է զանգահարեք ու փաստաբանի հետ խորհրդակցեք։ Ծրագիրը հովանավորում է նաև Hollywood Piano հովանավորում է ծրագիրը։ Hollywood Piano-ն 1928 թվականից աշխատում է, որևէ տեսակ դաշնամուր պիտի վարձեք կամ գնեք, այցելեք Hollywood Piano։ Իրենց Pasadena-ի խանութի 449 South Arroyo Parkway Pasadena-ում հարյուրավոր դաշնամուր ունեն։ Ամենամեծ դաշնամուրի խանութն է, անպայման այցելեք։ Ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market հովանավորում է։ Զատիկը մեր առջևն ունենք, եթե խմիչք պետք է մատուցել, զատիկի առիթով գինի են խմում, խմիչքներ են խմում, այցելեք M&M խանութը Գլենոքս փողոցի վրա է գտնվում, Գլենդելում է Բրբանքի հարևանությանը 1951 West Գլենոքս փողոց, այստեղ տեսնում եք հեռախոսահամարը նաև կա, անպայման այցելեք խմիչքներ վերցնելու համար, նաև մարքետ է, կարող եք այդպես իրենց ծառայությունից օգտվեք։ Court Furniture հովանավորում է ծրագիրը, Court Furniture Ամերիկայի ամենախոշոր ֆուրնիչերի խանութն է, եւ բոլոր խանութներ որ 100 խանութ ունի։ Բիլիոնատերի պատկանող իր ամենափոքրիկ բիզնեսը այս 100 խանութներն են իհարկե, Warren Buffett-ին պատկանող։ Գլենդելում 339 նոր ցենտրալ փողոց եւ մրթելի հատման կետում է գտնվում, իսկ նաեւ խանութ ունեն Santa Ana-ում խանութ ունեն, նաև Orange County-ում Euclid եւ 405 freeway-ի հատման կետում կվերադառնա։ Երկու տիեզերագնացներ, որ պետք է անցյալ տարի գնացնեին այս կենտրոնը, այսպես համաշխարհային կենտրոնը, ինչ որ տիեզերքում գոյություն ունի, այնտեղ էին 10 օրվա համար էին գնացել, որտեղ այդ այսինքն հրթիռը ինչ որ տարերներ իրենց խնդրեմ ուներ, ստիված եղան մնան մինչև SpaceX-ի այդ նավով վերադառնան, որ այստեղ տեսնում եք 286 օր մնացել են այդտեղ այդ երկու այս տիեզերագնացները եւ հիմա վերադարձան օվկիանոսում իջեցրին ու իրենց քանի օր է հանգստի են կոչվել եւ հիմա իրենց հարցնում են այս մասին եւ իրենք ասում են որ գիտեք այնտեղ կշիռ չկա այստեղ գիտեք ցկողական ուժ կա երկրագնդի որ անձին պահում է երկրագնդի վրա այսպես այնտեղ գոյություն չունի եւ այսպես ժամանակ է տևում անձը վերադառնա սովորի իր նորմալ կյանքը շարունակի ամենայն դեպս իսկ սա ամենաերկարը չի որ մեկը տիեզերքում եղել է որովհետեւ վերջին անձը որ ամենաերկար մնացել է 286 օր սրանք տիեզերքում էին որ մոտարապես լինում է 9 ամիս 16 օր այդպես իսկ մեկ ուրիշ տիեզերագնաց այնտեղ էր եղել 371 օր այսինքն մի տարուց ավել հիմա ես ուզում եմ ցույց տալ այն տիեզերագնացները որ 10 օրվա համար էին գնացել այսպես տեսնում եք իջնում են այդ զոնդիկները իրենց իջեցնում օվկիանոս եւ այստեղ ցախում երկու տիեզերագնացներն են այդ տղամարդը եւ մեջտեղի կինը որ պետք է մնային ընդամենը 10 օր 286 բայց պատրաստված էին սրանք պատրաստված անձնավորություններ էին դրա համար իրենց համար դժվար չէր 10 օրվա փոխարեն 286 օր մնան այնտեղ երկուսին տեսնում եք այստեղ տիեզերքում եք տեսնում այնտեղից նկարներ աշխատանքներ են կատարել ուսումնասիրություն են կատարել այստեղ տեսնում եք Boeing-ը իրենց տարեր հասցրել էր բայց այդ տիեզերանավը խնդրեմ ուներ ստիպված եղան սպասեն մինչև SpaceX-ը իրենց հետ վերադարձնի Boeing-ի այդ կատարված աշխատանքը առանց ճամփորդի վերադարձին այստեղ Ձախում տեսնում եք Նելսոն անունով նախկին սենատոր եւ դեմոկրատ էր նախագահ
Բայդեն իրեն նշանակեր NASA-ի պատասխանատու, որ նա նաև իրեն ժամանակ էր, որ սրանք հեռացել էին, Թրամփը մեղադրում է իրենց, այսինքն Բայդենին մեղադրում, ասում է, որ իրենց մոռացել էր, տիեզերքում մոռացել էր, ասում է Թրամփ, այսինքն այս տիեզերագնացներին, բայց իրենք սա նաև անցյալում այդտեղ էր իրեն հետ են վերադարձրել այս տիեզերագնացին, այստեղ տեսնում եք իրենք ուրախությամբ վերադարձել են եւ լրագրողների հետ հանդիպելիս մեկը տեսնում եք ասացի 10 օր պիտի մնար 286 օր իր ընտանիքի հետ եք տեսնում ընտանիքը ուրախ է որ վերադարձել է իսկ այս կինը իրեն ընտանիքը կազմում է 371 օր այդ անձնավորություններ ինչ որ տեսակ ամենայն դեպս այս տիկինը 371 աչում տեսակ այս տիկնոջ ընտանիքը տեսնում եք կազմում է երկու շունը եւ ուրախությամբ վերադարձել են այստեղ ես մի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարի շարունակեմ ծրագիրը եղանակի մասին խոսեմ Ռաֆիզ մարքեթն հովանավորում ծրագիրը գլենդելում է Բրբանքում է գլենդելի հարևանության այստեղ տեսնում եք իրենք պատրաստի ճաշ ունեն եթե դուք ժամանակ չունեք պատրաստում Անդրեյ Ղարիբյանն է հովանավորում ծրագիրը փաստաբան եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր բնակարանում կամ բիզնես կենտրոնում bankruptcy պիտի ֆայլանեք կամ accident եք ունենում այս հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք Նաղաշ լավաշն է հովանավորում ծրագիրը նպարատուն է գնում այս տեսակը վերցրեք Սամ Էբրահիմի հովանավորում է ծրագիրը Եթե թաթի վրա թաթի տակ վերք է, ոտքի վրա վերք ունեք, զանգարեք այս հեռախոսահամարին 4 կենտրոններ ունի ամենայն դեպս Գլենդելում 616 իսկ Գլենոքս փողոցում է գտնվում։ Ծրագիրը հովանավորում է Jackpot հովանավորում է ծրագիրը, եթե նվերներ պիտի գնեք, այցելեք Jackpot։ Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը ու ցեզ է առաջարկում, ահա եթե թեյի կամ սուրճի համար պիտի տակ պահել կամ ցեզ հետ պիտի տանեք, իջեցրել ենք 9 ընդամենը $9.99 է, անաշեն գտում 1937 ու ես Գլենոքս փողոց կվերադառնա։ Ես ուզում եմ վաղը եւ հաջորդ օրվա եղանակի մասին խոսեմ, այստեղ եթե ցուցադրենք, տեսնեք ապակա 3 օրվա ընթացքին վաղը, այսօր ես երկուշաբթի գիշերին ցեզ հետ խոսում եմ, վաղը կրկնվելու է ծրագիրը, ամենայն դեպս երեքշաբթի ջերմությունը 62 է, չորեքշաբթի օրը 64 եւ հինգշաբթի 65 Իսկ ապակա օրերը ընդհանուր առմամբ այստեղ տեսնում եք ինչ քիչ առաջ ձեզ ասացի եւ 60 աստիճանի շրջանում է լինելու մինչեւ շաբաթ օրը որը 73 աստիճանի է հասնելու այս օրերից նորմալից ավել ներքև է ջերմություն այստեղ մինիմումը նաեւ տեսնում եք վաղը 64 է լինելու մաքսիմում իսկ ներքևը 49 եւ ահա այսպես տեսնում եք ամպեր են լինելու երեքշաբթի եւ կարող է հինգշաբթի օր նորից մասամբ անձրևի այսպես տեսնում եք ծրագիրը եկավ իր ավարտին ձեզ կհանդիպեմ վաղը մի շնորհ հանդիպում